Մոտ 1 ամիս առաջ զոհվածների հարազատներին հրավիրել են գյուղապետարան ու ասել, որ գործը կարճվել է։ Այսօր այցելեցի զոհված երեխաների ընտանիքներ։ Առաջինը զրուցեցի Արթուր Մկրտչյանի մոր Վարդիթեր Բաղդասարյանի հետ, ով պատմեց, թե ինչպես է ստիպված եղել ստորագրել, որ բողոք չունի։ Որ ասեցին ինչ-որ բան, եթե պահանջեք, ընդդեղից էլ ռուսը արդեն այս անգամ էլ ավելի խիստ կարող արդեն վերաբերվի, այս անգամ արդեն կարող է 90% լրիվ ձեր վրա թեքվի, 10% ռուսին։ Դե մենք էլ այդ իրանց ասելու պահով էլ ինչ բողոք է։ Այսինքն վախեցա։ Հա, փաստորեն վախեցա, որ կարող է ես ինչ-որ իրանցից բան պահանջեմ ու իրանք լրիվ ամբողջ այս գործը 90% թեքեն իմ ամուսնու վրա, այս անգամ այս 8 երեխունով պետք է նայել։ Ես էլ ստիպված ստորագրեմ, թողը դուրս եմ եկել, որ բողոք չունեմ, բայց արեք տեսեք արդյոք բողոք չունեմ։ Ես շատ մեծ բողոք ունեմ ռուսի վրա, ես պահանջում եմ իմ երեխուն։ Իրանց անփույթության երեսից իմ երեխաս չպետք է գնար։ Ռուսական կողմից քրեական պատասխանատվության որևէ մեկը չի ենթարկվել։ Տիկին Վարդիթերն ասաց, թե իրենց տեղեկացրել են, որ Կամխուտի հրաձգարանի այդ օրվա հերթափոխի անձնակազմին միայն այսպես ասած նյութական պատասխանատվության են ենթարկել։ Մի անգամ եկեք հնել են, բա մենք կգնանք, մի 15 օր հետո պատասխան կգա։ Պատասխանն էլ եկավ, որ գործը փակում ենք, իրան ոչ մի դատվածություն, ոչ մի բան, ուղղակի ամսեկան 18,000 ռուբլի իր աշխատավարձից կրճատվել է։ Այդ տվյալ մարդկանց հերթին, որ եղել է այդ դեպքը, իրանց մեծից, կամ եթե կրճատվել է, այդ գումարը ուր է գնում։ Վարդիթերը խիստ վրդոված էր նաև ռուսական կողմի անտարբեր վերաբերմունքից, որ բազմազավակ ընտանիքը նույնիսկ ուշադրության չի արժանացել։ 8 երեխաներ ունեցող ընտանիքը միայն ընտանեկան նպաստով է ապրում։ Գոնե 8 ամսվա մեջ չէր կարելի մի անգամ գալ։ Իրանց հետ հետաքրքիր էլ չէր, թե տվյալի ընտանիքը ոնց կապրի, ինչ կանի, ոչ մի բան, ռուսից մենք ոչ մի բան չենք լսել։ Արթուրի մահից 2 ամիս անց Մկրտչյանների ընտանիքում ծնվեց 7-րդ դուստրը՝ Աննան։ Բազմազավակ ընտանիքի մայրը ռուսական կողմից որևէ ակնկալիք չունենալով նամակ է գրել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Ինչ որ հնարավորին չափով էլ մեզ օգնեն, եթե հնարավորություն ունեն։ Մկրտչյանների տնից մի քանի տուն այն կողմ Գևորգյանների տունն էր։ Այցելեցի ու զրուցեցի Մուշեղ Գևորգյանի մոր Լալա Կիրակոսյանի հետ, ով եւս հաստատեց, որ քրեական գործը կարճելուց հետո ստիպված է եղել ստորագրել, որ բողոք չունի։ Գործը փակին գնացին։ Սա որ բողոքի, սա մի վնաս ձեզ էլի։ Այդ ով ասացի վնաս ձեզ կա։ Բանը, դա ռուսական կողմը։ Դետիկա ռուսական տարածքն է, իրավունք չունին այդտեղ գնալու։ Երեխեքը մեղավոր չեն եղել, իրանց ենք մեղավորությունն է, ուսենք այդ բաները իրանք պետք է հավաքեն։ Մինչև այդ դեպքը չեղավ, իրանք այդ բաները չհավաքեցին։ Միշտ է այդպես մնացել է։ Այդ չպայտած վիճակում Հա, չպայտած վիճակում այդպես մնացել է։ Նշեմ, որ այս ընտանիքը եւս բազմազավակ է, 6 երեխա ունեցող ընտանիքը, սակայն ընտանեկան նպաստ չի ստանում։ Տիկին Լալան ասաց, թե դեպքից հետո շատ խոստումներ է լսել, սակայն Եկան ստեղ շատ խոստումներ տվին, արդյունքի չասա։ Մենք ամեն ամիս ամեն ինչով կօգնենք, արդյունքի չասա։ Ինչ է ստացվում։ Հայաստանում ականի պայթյունից զոհվում է Հայաստանի 2 քաղաքացի, բայց գործը քննում է ռուսական կողմը։ Հայկական կողմն այսպես ասած դիտորդի կարգավիճակում է մասնակցում նախաքննությանը, քանի որ տարածքը, որտեղ տեղի ունեցել միջադեպը, վարձակալության է տրված Ռուսաստանի Դաշնությանը։